Հələ մի րոպե։ Արաբկիրում քարոզարշավի ժամանակ բժշկուհու հետ սկանդալային հայտնի զրույցից հետո Փաշինյանը անջատել է տալիս լայվը նկարողին թաքուն ինչ-որ բան ցույց տալու համար։ Մի հատ անջատի նորից մտի եթեր բան ցույց տալիս։ Նոր լայվում նա մի տեսանյութ է ցուցադրում ու կոպիտ բառապաշարով արձագանքում այնտեղ հնչող մտքերին։ Հələ փսլինքներին նա, էլի ուրեմն սենց մասկե հակել են, իբր իրանք ուժեղ տղեկ են։ Այ համբալներ, բա կռվի վաղ։ Մի րոպե ուրեք։ Գիտեք խեն մասկով, որովհետև հենց մասկե հանեն, տեսնելու ենք, որ սրանք են բաներ են, այն որ տակները լցրած փախած մեր զինվորներին մենակ թողած, էլ չեմ բացառում թիկունքից կրակած, հենց փսլինքներին նայ։ Հանձնալ մեր Արցախը Ադրբեջանին։ Համացանցում հայտնված տեսանյութում դիմակավորված տղամարդիկ են ավտոմատներով, առջևում կանգնածը արցախյան բարբառով դիմում է Փաշինյանին։ Դրան հետ է Նիկոլ դու պատասխան ես տալու։ Գիտեմ դու շտեղավես մանգամ, վեր փողոցներավես անցկենում։ Կասկածելի ծագման տեսանյութի մասին հայտնի դառնալուց հետո այն ակտիվորեն տարածել են ՔՊԱ-ականները եւ ՔՊԱ-մերձ լրատվամիջոցները։ Դուք ինչ մեկնաբանություն կտաք ձեր կայքերով ավտոմատները ուսներին դրած այն Ղարաբաղցիներին, ով առնվազն Ղարաբաղցու բանով էին բարբառով էին խոսում, որոնք որ սպանությամբ եւ մահով էին եւ սեռական բնույթի հայոյանքներ են։ Ղարաբաղի ակցենտով ահաբեկիչները նոր նայերի հունանյաններն են, ովքեր ուզում են Հայաստանը նորից հետ քաշել ահաբեկչության արյան բաղնիքի մեջ։ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել սպանության նախապատրաստության համակարգչային սաբոտաժ կատարելու եւ հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Բեմադրված տեսանյութ է համարում ընդդիմությունը Փաշինյանի ցուցադրածը։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին այդ տեսանյութում հնչող ձայնը հիշեցնում է 44-օրյա պատերազմի օրերին տարածված Գետաշենի ազատագրման ֆեյք տեսանյութից հայտնի ձայնը։ Շատ նման էր 44-օրյա պատերազմի ժամանակ են Գետաշենը ազատագրել ենք սարկած տեսանյութի ձայնին։ Ես հիշեցնում մեր ժողովրդին, որ այս սրիկայությունները իրենք պարբերաբար արել են։ Միշտ փորձել են հայաստանցի արցախցի սպառակտումը, սա նոր չի։ Փաշինյանը ուզում է քաոսի վերածել ընտրարշավը հայաստանցի արցախցի պառակտիչ քայլեր անելով, ասում է Սաղաթելյանը։ Նրա խոսքով իրեն ուղված սպառնալիքների մասին տեսանյութերը բեմադրում է հենց Փաշինյանը, արդարացնելու համար ընդդիմության առաջնորդների հասցեին իր սպառնալիքները։ Սահմանադրական կարգի տապալում, ընդդիմադիրների նկատմամբ բռնություններ, ապօրինություններ, այս ամեն ինչը հիմնավորելու համար ինքը նման տեսանյութեր է պատրաստում, որ դրան հղում անելով արդարացնի կամ լեգիտիմացնի իր գործողությունները։ Ինքը պարզա չէ, չի կարա պատասխան տալ են, որ ասում սպանելու եմ Ռոբերտ Քոչարյանին, սպանելու եմ եւ այլ Սամվել Կարապետյանին, Գագիկ Սարգսյանին, դրա պատասխանը ոնց է տալու։ Փորձում ես հիմար իր կողմից պատրաստված տեսանյութերով սա հիմնավորի։ Մեր ժողովրդին պետք է զբողջ եւ առողջ ընդդիմությունն ամեն ինչ անելու է քո անվտանգությունը ապահովելու համար։ Դու դեռ դատարաններում պիտի պատմես ինչու հանձնեցիր Արցախը, դիմելով ՔՊ ղեկավարին, ասում է Հայաստան դաշինքի ներկայացուցիչը։ Մենք Նիկոլ Փաշինյանի անվտանգությամբ շահագրգռված ենք, որովհետև ինքը մեր ժողովրդին պետք է ողջ եւ առողջ։ Ինչի, որովհետև ինքը պետք է դատարանի առջև պատմի ինչպես հանձնեց Արցախը, ինչի դիմաց հանձնեց, ովքեր են իր մեղսակիցները, սա մի հատ մեծ դատավարություն պետք է լինի, որ մեր ժողովուրդը տեսնի, գնահատի, ամեն ինչ իմանա ու նաև սա դաս լինի սրանից հետո առհասարակ բոլոր իշխանությունների համար։ Լիլիթ Սարգսյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։